Եվ այսպես, ինչպես կարձագանքի Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին Հայաստան Վլադիմիր Պուտինը եւ այսպես եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերջին 2 ամսվա ընթացքում 3 ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Հայաստանում է, հիշեցնենք, որ սրանից առաջ նա եկել էր Հայաստանի մայրաքաղաք մասնակցելու եվրոպական ընտանիքի գագաթնաժողովին, որը տեղի ունեցավ մայիսի սկզբին, ընդամենը մի քանի օր միջև նախընտրական քարոզարշավի սկսելը անցկացվեց այդ գագաթնաժողովը, իրենք աջակցություն հայտնեցին Նիկոլ Փաշինյանին, հիմա էլ եկել էին իրենց Նիկոլ Փաշինյանին շնորհավորելու հաղթանակի կապակցությամբ, ճակերտներում հաղթանակի կապակցությամբ, եւ իհարկե Ուրսուլա ֆոն դեր Լայենը շռայլեց խոստումներ, կրկին արձագանքեց Ռուսաստանի Դաշնությանը, նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է իմանա, որ երբ որ լինում են խնդիրներ Ռուսաստանի Դաշնության հետ, Եվրամիությունը կանգնած է Հայաստանի թիկունքին, Նիկոլ Փաշինյանի պահվածքը, գիտեք նաեւ ինքը ինչով էր հետաքրքիր, այս ասուլիսի ընթացքում Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ նա փորձում էր ապացուցել, որ ինքը Սերժ Սարգսյանը չէ։ Հիշեց 2013 թվականը, երբ որ Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում որոշում կայացրեց ոչ թե ասոցացվել Եվրամիության հետ, այլ մտնել Մաքսային միություն, հետագայում նաև Եվրասիական տնտեսական միություն, Նիկոլ Փաշինյանը ասաց, որ ոչ, ինքը ետքալ չի կատարելու, ինչու է ինքը դա ասում, ինքը իրեն է փորձում համոզել, որ ինքը չի գնալու Սերժ Սարգսյանի ճանապարհով, ինչի համար էր պետք է արտահայտությունը, մենք ապագայում կիմանանք, ինչը վերաբերվում է Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոստումներին, խոստացավ, որ միջև ընտրությունները խոստված 50 միլիոնից վերջին 18 միլիոնը կփոխանցվի Հայաստան, այդ 18 միլիոն եվրոյով էլ իրենք ոչ թե ուղիղ աջակցություն են ցուցաբերելու գյուղատնտեսության ոլորտին, այն բոլոր մարդկանց, որ խնդիրների առջև են կանգնել ռուսական շուկան կորցնելուց հետո, այլ հնարավոր է ստեղծվի հատուկ մի կառույց, որը աջակցելու է գյուղատնտեսներին, հայաստանյան գործարարներին, ինչ որ բան արտահանել եվրոպական միություն, արտերկիր, այսինքն այստեղ գումարը ավելի շատ գնալու է բյուրոկրատական որոշակի կառույցներ ձևավորելու, քան ուղիղ այն մարդկանց, ովքեր դրա կարիքը ունեն, բայց սա իրականությունն է, իրականություն, որի հետ այդ մարդիկ եւս պետք է առերեսվեն, բայց ինչն է նաեւ կարեւոր հետաքրքիր, Ուրսուլա ֆոն դեր Լայենը ինքը Հայաստանի Հանրապետությունը շարունակում է համեմատել Մոլդովայի հետ, շարունակում է համեմատել Ուկրաինայի հետ, ասում է, երբ որ Ռուսաստանը օգտագործում էր որպես գործիք գազի գինը Եվրոպա, ոչ միայն Եվրոպայի հետ բանակցություններում, այլ նաև Ուկրաինայի, Մոլդովայի հետ բանակցություններում մենք արդեն փորձ ունենք, թե ինչպես է ամեն ինչին հակազդել, Հայաստան է գալու փորձագետների մի խումբ, որոնք օգնելու են ինչպես օգնեցին Մոլդովային եւ Ուկրաինային թոթափել կախվածությունը ռուսական գազից, երկու դիտարկում սրա հետ կապված։ Տեսեք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ինքը ասում է, երբ որ անդիմադիր падգամավորների Արչև ազգային ժողովում կա Արցախի դրոշը, դա սադրում է պատերազմ, դա սադրում է լարվածություն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Երբ որ մենք խոսում ենք ցեղասպանության մասին քաղաքական ենթատեքստով, դա վերածվում է զենքի ընդդեմ Թուրքիայի ու դա չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին։ Ինչ է ուզում ասել Նիկոլ Փաշինյանը, կամ որոշակի տրիգերներ, որոնք երբ որ դու փորձում ես կիրառել ընդդեմ Թուրքիա եւ Ադրբեջանի, դա լարվածություն է ստեղծում երեք երկրների հարաբերությունների համար, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ուստի եկեք սրանից հրաժարվենք։ Լավ, պատկերացնենք մի այնպիսի իրականություն, որտեղ Նիկոլ Փաշինյանի կարծիքը համապատասխանում է իրականությանը եւ պետք չէ այն տրիգերներով առաջ շարժվել, որոնք կարող են լարվածություն ստեղծել մեր եւ Բաքվի, մեր եւ Անկարայի հարաբերություններում։ Իսկ ինքը չգիտի, որ երբ որ խոսվում է Ուկրաինայի եւ Մոլդովայի մասին, դա էլ իր հերթին տրիգեր է Ռուսաստանի Դաշնության համար։ Ինչու մի տրամաբանություն, որը աշխատում է Թուրքիա եւ Ադրբեջանի համար, չի աշխատում Ռուսաստանի հետ հարաբերությունների համար։ Միգուցե այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը հանդիսանում է մի հատ մեծ աշխարհակահաղական պրոյեկտի մի մաս, որի մաս են նաեւ նախկին իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն էլ շարունակում է կյանքի կոչել այդ պրոյեկտը եւ դրա վերջնարդյունքը Ռուսաստանը ամեն գնով տարածաշրջանից դուրս մղելն է։ Եվ եւս մի կարեւոր նրբերանգ, տեսեք, Մոլդովայի մասին են խոսում, լավ, ուկրաինական պատերազմը մի կողմ եք թողնում։ Մոլդովայի ղեկավարը ով է։ Մայա Սանդուն։ Մայա Սանդուն վերջերս հայտարարել է, որ եթե Մոլդովայում անցկացվի հանրաքվե Ռումինիային միանալու հարցի վերաբերյալ, ինքը կողմ է քվեարկելու։ Դուք պատկերացնում եք մի երկրի ղեկավար կողմ է նրան, որ իր պետականությունը ձուլվի այլ պետության մեջ։ Մեզ այս պետությունների հետ են համեմատում եւ Նիկոլ Փաշինյանը սրա հետ որևիցե խնդիր չի տեսնում, բայց ամենակարևոր ինչի մասին արդեն հասցրեցինք մի փոքր զրուցել Լիդիայի հետ,
Ինչու է այնպես ստացվում, որ մեր հարգարժան եվրոպացի գործընկերները աջակցում են Հայաստանի էներգետիկ կախվածության թոթափմանը ռուսական էներգակիրներից, օգնում են դիվերսիֆիկացնել արտահանման շուկաները միայն այն ժամանակ, երբ որ մենք խնդիրների առջև ենք կանգնում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այսինքն, եթե Ռուսաստանի պատժամիջոցները չլինեն, Եվրամիությունը շուկան չէր բացելու հայկական արտադրանքի համար, թեպետ շուկան բացել ասվածը երևի մի փոքր շատ ճոխ է ասված, մոտ ապագայում մենք կտեսնենք բացեց Սինգապուր արտահանված ծնեբեկից եւ ծիրանից ուրիշ ինչ-որ մի բան կարողացել են արտահանել Եվրամիության աջակցության ծրագրի շրջանակներում, հետեւաբար այստեղ մենք կարող ենք հասկանալ, որ իրենց խնդիրը ոչ թե հայաստանյան տնտեսությունը զարգացնելու ռեյսերի վրա դնելն է, այլ եթե դու օգտագործվում ես Ռուսաստանի դեմ, այդ ժամանակ մենք քեզ կարող ենք ինչ-որ արտոնություն տալ, բայց դու կկարողանաս այդ արտոնությունից օգտվել, թե ոչ, դա արդեն քո խնդիրն է։ Այլ ոնց Նիկոլ Փաշինյանը ասում էր, գործարարները իրենք են պատասխանատու նրա համար, որ իրենց ապրանքը ԵԱՏՄ-ում կամ Եվրամիության շուկաներում չի ընդունվում։ Նույն կերպ Ուրսուլա ֆոն դեր Լայենը այստեղ արդեն ընդհանուր Հայաստանի իշխանություններին ասում է, դուք եք պատասխանատուն լինելու։ Ամեն մեկը ստորադասի վրա է, այսպես ասած, պատասխանատվությունը գցում։ Եվս մի կարևոր նրբերանգ Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում։ Տեսեք, ինչ են ասում Եվրամիության մեր հարգարժան գործընկերները Ուկրաինայի իշխանություններին, անդադար ասում են հետևյալը. մենք ցույց ենք տալու, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում, երբ որ դուք նստեք բանակցությունների սեղանի շուրջ, Պուտինը պետք է իմանա, որ ձեր մեջքին կանգնած է Եվրամիությունը եւ ուզեն թե չուզեն իրենք պետք է հաշվի առնեն ձեր ինքնիշխան մոտեցումը շահերը, թեպետ որքանով է ուկրաինյան ինքնիշխան, հետագայում թող մասնագետները գնահատեն, երբ որ պատերազմական գործողությունները եւ այլն ավարտեն։ Նույն գրեթե տեքստը ասում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը Նիկոլ Փաշինյանի հետ ճեպազրույցի ժամանակ, ասում է, որ Ռուսաստանը ձեր դեմ գործողություններ է կատարում, Եվրամիությունը պետք է ցույց տա, որ իրենք միշտ կանգնած են ձեր մեջքի ետևում, իրենք միշտ պատրաստ են ձեզ օգնել։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեր մոտ տպավորություն չկա, որ Նիկոլ Փաշինյանից փորձում են կերտել երկրորդ Վլադիմիր Զելենսկի եւ փորձում են իրեն ուռճացնել Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններից առաջ։ Իսկ ինչու այդ բանակցությունները տեղի են ունենալու։ Շատ պարզ, երբ որ Նիկոլ Փաշինյանը գրեթե 1 ամիս անց ընտրություններից, երբ Ռուսաստանի Դաշնության իշխանությունները փաստացիորեն չեն ճանաչում ընտրությունների լեգիտիմությունը, խոսում է Միխայիլ Միշուստինի հետ, հեռախոսազրույց է ունենում։ Սա կարող է նշանակել, որ հայկական կողմը փորձելու է նաև հանդիպում ունենալ ռուսական իշխանությունների հետ, փորձել քննարկել են բոլոր խրթին հարցերը, որոնք կան, եւ կա տպավորություն, որ եվրոպացի մեր հարգորժան գործընկերները այս ամեն ինչը հասկանալով նախապատրաստում են Նիկոլ Փաշինյանին բանակցությունների նոր փուլի Ռուսաստանի Դաշնության հետ։ Իսկ հիմա գալիս ենք հետևյալին. Ռուսաստանի Դաշնության իշխանությունները ինչ են մտածում այս ամեն ինչի մասին, ինչ մոտեցում ունեն իրենք այս ամեն ինչի վերաբերյալ, ելնելով այն հանգամանքից, որ ընտրություններից հետո Ռուսաստանի Դաշնության իշխանությունները չեն շտապում Նիկոլ Փաշինյանին շնորհավորել։ Դուք նկատել եք, որ Միխայիլ Միշուստինի հետ հեռախոսազրույց է ունենում Նիկոլ Փաշինյանը ոչ հայկական, ոչ ռուսական պաշտոնական գերատեսչությունների հայտարարությունների մեջ խոսք անգամ չկա այն մասին, որ Միխայիլ Միշուստինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, այսինքն իրենք կասկածի տակ են դնում Հայաստանի Հանրապետության իշխանությունների լեգիտիմությունը ու եւս մի կարևոր նրբերանգ Միխայիլ Գալուզինը Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարը ընդամենը օրեր առաջ ասում էր հետեւյալը. Ինչու չեք անցկացնում Եվրամիություն թե ԵԱՏՄ երկընտրանքի վերաբերյալ հանրաքվե։ Այսինքն Ռուսաստանի Դաշնության իշխանությունները չեն փոխել իրենց մոտեցումը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ։ Իրենք պնդում են, որ պետք է հանրաքվե լինի։ Իրենք պնդում են, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եթե շարունակելու են այս աշխարհաքաղաքական կուրսը, ապա իրենք շարունակելու են Հայաստանի Հանրապետության դեմ կիրառել այն պատժամիջոցները, որոնք այս պայդրությամբ կիրառվում են, եւ ամփոփելով եւս մի կարևոր նրբերանգ ու փակում ենք մեր այսօրվա զրույցը։ Շատ է խոսում հետևյալի մասին, որ լավ, իսկ եթե հանրաքվեն անցկացվի եւ Նիկոլ Փաշինյանը կարողանա Վահագն Հովակիմյանի աջակցությամբ նկարել այն նույն թվերը, որ իրենք նկարեցին հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում եւ հայ ժողովուրդը ընտրի դեպի Եվրամիություն ճանապարհը։ Իրականում Ռուսաստանի քայլերը վկայում են այն մասին, որ իրենք սրանել են պատրաստ։ Ամփոփենք։ Պատժամիջոցները ընտրությունների մասին չէին։ Ինչ ընտրություններ կատարի հայ ժողովուրդը ԵՄ թե ԵԱՏՄ այս կոնֆիգուրացիայի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության իշխանությունները պատրաստ են դա ընդունել։ Իսկ Հայաստանի Հանրապետության
իշխանությունը ձևավորող սուբյեկտը, քաղաքացիները այդ ամեն ինչի գինը հասկանում են, այդ ամեն ինչի գինը պատկերացնում են, թե ոչ շատ մոտ ապագայում մենք այս հարցի պատասխանը կունենանք։ Մտածեք այդ մասին։